Առաջնահերթ ես նորից կառանձնացնեմ ջուրը, կառանձնացնեմ կալիումով հարուստ մթերքները, մեր եւ բջջանյութով հարուստ մթերքները։ Բջջանյութ բնականաբար, ինչպես գիտենք, բանջարեղենների մեջ է շատ պարունակում, ամբողջահատ ցորենով պատրաստած մթերքների մեջ է պարունակում։ Մի վախեցեք, օգտագործեք դրանք ձեր սննդակարգում։ Պարտադիր մարդկանց սննդակարգում պիտի լինի գոնե 25-ից 30 գրամ բջջանյութ, որպեսզի մենք կարգավորենք աղիների աշխատանքը։ Աղիների վատ աշխատանքին նաև վնասում է շատ շաքարի օգտագործումը, որովհետև այն վնասում է աղիները, միկրոֆլորան, դրա համար մենք պետք է ուղղակի խուսափենք շատ շաքարի օգտագործումից եւ դրա փոխարեն մեր սննդակարգում ներառենք բանջարեղեններ, կանաչ բանջարեղեններ, բազուկ, գազար, կաղամբազգիներ, ինչու՞ չէ նաև հիմա մրգերից այս պահին սեզոնին կա սալորը, որը շատ մեծ քանակությամբ կալիում է իր մեջ պարունակում, կարող եք նաև բնական ճիր պատրաստել եւ նաև ուտել ձմռանը։